Մեր նախկին ավագանու անդամը տեղափոխվել է այլ աշխատանքի դիմել ավագանու անդամից դուրս գալու համար։ Մեր հեշտական համարով ավագանի անդամ է ընտրվել պարոն Արշակ Հրաչիկի Թորոսյանը։ Շնորհավորում եմ քեզ, հանձնում եմ քեզ ավագանու անդամի վկայականը, ցանկանում եմ հաջողություններ, համոզված եմ, որ քո աշխատանքով կնպաստես մեր համայնքի զարգացմանը, ինչպես նաև առաջարկություններով հանդես կգաս նաև մեր ավագանու որոշումների կայացմանը, երիտասարդ ես, համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ լավ կստացվի։ Եղավ, շնորհավորում եմ նորից։ Հարգելի ավագանու անդամներին, անդամներից այսօր ներկայացնելը քվորումը ապահովված է ավագանու նիստը հայտարարել սկսված։ Ինչպես գիտեք, որոշումը օրակարգը ուղարկված է բոլորի, ծանոթ եք, ես օրակարգը չկարտամ, սկսենք առաջի հարցից, համաձայն եք, դեն չկա։ Առաջի հարցը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության կողամասերի ժամանակավոր օգտագործման համար վարձակալության իրավունքով տրամադրելու և տրամադրման պայմանները հաստատելու մասին որոշում։ Կարծեմ, որ հողերն են համայնքապետարանը որոշել տրվել մրցույթի, թե տեղյակ եք։ Կարծեմ, տեղյակ եք։ Ցուցակով տեղյակ եք։ Կարծեմ, թե բոլորը տեղյակ եք։ Կարծեմ, Զարաշար բնակավար 397 հեկտար գյուղատնտեսական խոթարք երկրորդ կարգի անջրդի տրվում է մրցույթի։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարաշար բնակավար 12.0 հեկտար գյուղատնտեսական խոթարք երկրորդ անջրդի։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ողջի բնակավար 1.69 հեկտար գյուղատնտեսական արոտավայր, Հայաստանի Հանրապետության Գդաշեն բնակավայրի գյուղատնտեսական արոտավայր 3.5 հեկտար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գդաշեն բնակավայր 1.1 հեկտար գյուղատնտեսական խոթար և 0.91 գյուղատնտեսական հող բարելահող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գդաշեն բնակավայրի 0.2906 հեկտար գյուղատնտեսական խոթար 2.7 հեկտար գյուղատնտեսական բարելահող և Հայաստանի Հանրապետության Գդաշեն բնակավայր 2.0 հեկտար գյուղատնտեսական խոթար և 2.7 հեկտար գյուղատնտեսական բարելահող։ Չէ, սրանք նույն կոդի տակ չէ, նախկինում են եղել նույն կոդի տակ, քանի որ վարձակալությունների մեկ վկայականով է գնացել, բայց մի խոթարն ու բարելահողը առանձնանում է, դրա համար է առանձին է տրվում։ Առաջարկություն, դիտողություն։ Հաստատել, անցնենք հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա ավագանու 2026 թվականի դոկտեմբերի 17-ի թիվ 127 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Խնդրեմ։ Լավ, այս հարցը դուրս է գալիս, քանի որ բյուջեի փոփոխություն չի առաջացել։
Չէ, սուբենցիոն ծրագրերի վերաբերյալ ուրեմն մի րոպե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նպատակային մակարդակները մեր վարքյանում սուբվենցիաների ստանալու նպատակով 26 թվականի ծրագրային հայտերը ներկայացնելու։ Մեր սուբվենցիոն ծրագրերի համար ֆինանսավորվում են պետքամարտի կողմից հետևյալ ծրագրերն են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի բնակավայր 19 փողոց և Գդաշեն կանխուտ ճանապարհը 350 մետր հատվածի ասֆալտապատման աշխատանքներ։ Պարզ է, սա ինչ է։ Կապված Գդաշենի դպրոցի տեղափոխման հետ Գդաշենի 350 մետր հատվածը, որը համայնքային է, դե ասֆալտապատվի, իսկ մնացած մասը արդեն մարզպետարան տրամադրության տակ է։ Եվ մերը Ամասյա բնակավայրի 19 փողոց։ Գիտեք, որ փողոցն է, ասեմ, դեպի բան։ Պարավսլավականի առաջի խաշմերուկով երկրորդ մեր սուբվենցիոն ծրագիրը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի Ամասյա, Զարիշատ, Արտեմիս, Ողջի, Բյուրագն, Բանդիվան, Պեշտաշեն, Հողմին, Ձորակետ, Ծախուտ բնակավայրի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, ընդլայնում կառուցում։ Ձերը GIZ-ով է։ Մենք ունենք, մի ասեմ ձեզ, 6 գյուղ GIZ-ով է, 30 միլիոնի ծրագիր է, մնացած 6 գյուղ, փաստորեն մենք բոլոր ծովերը ընդգրկել ենք, ամսի 10-ին GIZ-ից գալիս են դրոնով նկարել, թե որ հատվածները պետք է լուսավորությունը լինի, իմացեք։ Երրորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի Արտեմիս Գառնարի բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի և Հովտում բնակավայրի ջրաղբյուրի հիմնանորոգման աշխատանքներ։ Չորրորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի Գդաշեն բնակավայրի գազի ներքին ցանցի կառուցում։ Հինգերորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի Հովտում առևտրատեր բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում։ Սա է մեր սուբվենցիոն ծրագրերը, համաձայն եք, հաստատենք որոշումը։ Ձեր նպատ չկա։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի 2029 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 110 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Սա ինքնական կառույց է, որի հաշվարկը սխալ է եղել, կադաստրից նորից ուղղվում է եղել է։ Ուրեմն շահ քաղաքացի Թամարա Մանուկովի շահբանը Խաչատրյանի կողմից կառուցված ինքնական կառույցն է, ասեմ ձեզ, որ մենք նախկինում հաշվարկել ենք սա որպես 19-րդ կոդի, բայց վերի ենթաշրջանը համարվում է 20-րդ կոդի։ Այս պատճառով է հաշվարկի մեջ սխալ է եղել, այս հաշվարկը ուղղվում է։ Հաստատել։ Նույնը նաև Շիրակի մարզի Ամասյա համայնքի ավարտանու որոշման մեջ փոփոխություն, սա էլ Շիրակի մարզի Ամասյա համայնքի հողամասում շահիգի քաղաքացին է, նորից նույն խնդիրն է առաջացել, փոփոխությունը ենթարկվել, հաստատենք, ճշտվել է գումարի չափը։ Հաջորդը Ամասյա համայնքի Շիրակի մարզի Գառնարիչ բնակավայրում Նայիրի Անուշարանի Հապետյանի կողմից ինքնական կառույցն է, էլիկոդիականության հետ կապված գումարի չափը փոխվել է, ճշտվել է գումարը, որպեսզի կադաստրում հաստատել։ Հաջորդը Շիրակի մարզի Զարիշատ բնակավայրի քաղաքացի Բերիխան Աշոտ Բադասյանի կողմից ինքնական կառուցված շինությունն է, սա ևս կապված է էլիկոդիականության հետ, ճշտվել է, հաստատենք։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի ավարտանու 25 թվականի դեկտեմբերի թիվ 121 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ։
Ուրեմն մենք այս որոշումով հաստատել ենք Ամասիա համայնքի աշխատակիցների պաշտոնական հաստիկացուցակը և դրուկաչափերը։ Քանի որ մենք կառավարությունից և մասնագիտարանից դրություն ենք ստացել, որ պետք է անպայման գյուղերը ունենալ ամասնաբուժի ծառայություն, դրա համար մեր հաստիկացուցակում նախատեսվել է ամասնաբուժի 2 նոր հաստիկներ, որպեսզի կարողանանք մեր համայնքի ծառայությունը ապահովել։ Ավելացնենք 2 հաստիկ ամասնաբուժի։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվությամբ կարգով Մարգարիտ Նահապետյանի Արաքելյանին և Մամրիկ Գոյունի Արաքելյանի ընտանիքներին օտարելու մասին։ Սա, ինչպես գիտեք, 10 տարի նույն բնակարանը իրենց կողմից օգտագործելու համար, դրա համար որոշվեց, որ այս բնակարանը օտարել Մարգարիտ Նահապետի Արաքելյանին և Մամրիկ Գոյունի Արաքելյանին, որոնք երկար տարիներ այս բնակարանը բնակվել են։ Համաձայն եք օտարենք, նվիրատվություն տանք, կոշտը, այսինքն նվիրատվությունները օտարում համար։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության աուդիտորական մասնագիտացած կազմակերպության եզրակացության առկայությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 25 թվական տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։ Միխասիկյան։ Սկսենք եկամուտներից 2025 թվականի եկամուտները կատարվել է 21%-ով, որից սեփական եկամուտները 96.4%-ով։ Ըստ հարկատեսակների, հավի հարկ նախատեսված եղել 3 միլիոն, խոսքը վերաբերում է 22 թվականից առաջվա պարտքերին։ Նախատեսված եղել 3 միլիոն, կատարել 3 միլիոն 134 համայնքի աշաշկույթը 34 միլիոն 956 նախատեսված եղել, կատարվել է 29.73 հազարով կամ 83%-ով։ Գույքարդ փոխադրամիջոցների համար նախատեսված է 30 միլիոն 847 կատարվել է 31 միլիոն 39.8 կամ 82%-ով։ Տեղական թուրքերը նախատեսված են եղել 1.256 կատարվել է 1.168.7 կամ 97%-ով։ Պետական թուրքեր 450,000 նախատեսված է եղել կատարվել է 260,000 դրամ կամ 58%-ով։ Ուրեմն դոտացիան 100%-ով տրվել է։ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները նախատեսված է 62 միլիոն 693 հազար, տրվել է 59 միլիոն 208 հազար։ Մի րոպե բացատրում սա ինչ է, քանի որ Հայաստան թաղամասի ջուրը շահագործման չհասցրին կանխնել լուսավորության հոսանքի պատճառով, դրա համար մենք վճարումը փոքրացրեցինք, վճարումը 3 միլիոն թողեցինք, որ փորձարկումից հետո նոր շինարարին հատկացնենք։ Եկամուտներ նախատեսված է 34 միլիոն 940 հազար, կատարվել է 41 միլիոն 436.8 հազար կամ 115%-ով։ Պատվիրակված լիազորությունները կատարվել են 100%-ով։ Օրենքով սահմանված համայնքահիմնարկների կողմից առանձնական թուրքի գրանցող տարածությունների նախատեսվել է 2 միլիոն 60 հազար դրամ, ուրեմն հավաքագրվել է 1.854 հազար դրամ, կատարվել է 91%-ով։ Տեղական վճարներ նախատեսված է 8 միլիոն 65 հազար դրամ, կատարվել է 10 միլիոն կամ կատարվել է 58%-ով։ Իսկ տեղական վճարներ ասել, մեր բանն է, աղբաթակության վճարներն է հավաքվել և մանկապարտեզի ծնողական վճարները։
Եվ մեկի տեղեկանքներ, կադաստրի տեղեկանքներ և այլն։ Ճիշտ է 2 միլիոն մոտ առնատես տեղեկանքներ գումարել մտքերը։ Շինչ ընտրություններ այստեղում, 1 միլիոն ամասյայի, չէ, ամասյայի դպրոցի շինչ ընտրությունները մնացածներ բնակիչների կողմից շինչ ընտրությունների համար գումարները ուտել մոտ 2 միլիոն, 1 միլիոն է բնակիչների կողմից։ Նաև բնակարդեն Ջան, բանը սա պատրաստ է չէ՞ դրանք ծնողալիս սկսեն շինարարությունը, թե ջերմուղի հետ կապված խնդիրներ կա։ Ջերմուղի հետ կապված խնդիրը այսօր 3 մենք օրակարգի մեջ տնենք, Հաշիվի ճանապարհի աշխատանքները երբ կսկսվեն։ Ճանապարհի աշխատանքները մրցույթները տանք, հաստատ կառավարությունը մեր սուբվենցիոն ծրագրերը պետք է հաստատել եւ անվտանգ որոշումները նախագծելու ուղարկենք մարզպետարանից կառավարություն գերատեսչական հանձնաժողովը հաստատելուց հետո նոր մրցույթ աշխատանքների քանորը գիտեք 20 միլիոն 15 միլիոն ավելացավ գոլուբի կաշելու համար մեկ է այս կողմի մայթը 3 չառաջ օրը պետք ավագանուստիկ, քանի որ մենք իրանք ունենք գումարի 10% չափով ներդրում համարելու ենք 10%, բայց կազմում են 15 միլիոն դրամ եւ 3-4 միլիոնի խնդիր կա նաեւ դա առաջարկ մյուս ավագանուստի եւ առաջարկենք որպեսզի մեկ անձի կողմից բան կատարվի, պայմանագիր կավի, որպեսզի 3-4 միլիոններ կարողանան տեղավորվել ամբողջ ասֆալտապատման աշխատանքները շարունակելու համար։ Ուզում եմ ընդամենը մենք 11 միլիոնի խնդիր ունենք, 15-ից 16 միլիոնը համադրում կարող ենք անել, որը թույլ է տալիս, մնացածները 3 կամ 4 միլիոններ խնդիր կեն, եթե պայմանավորվենք մի անձի հետ, այսինքն հենց իրանց հետ էլի, մեր ժամանակ պայմանագիր կավելու համար։ Չի կարում կապով ոնպայնում աշխատանքներ հաջորդ տարին Պաստորեն մեհատաս են, պաստորեն մենք մեր սեպական եկամուտի կատարել ենք 96%։ Բայց դրա համար Եվ շնորհակալություն համատեղ աշխատանքի Համատեղ աշխատանք է, ես ավագանի, յուղբաժին, ֆիլբաժին, վարչական ղեկավարներ, համանքի աշխատակիցները բոլոր վարչական ղեկավարներին, մեր ավագանու անդամներին, մեր աշխատակազմին, բոլորից շնորհակալություն, որ մենք այս բարդ իրավիճակում կարողացել ենք 96.5%-ով ապահովել մեր սեփական եկամուտների կատարումը։ Եվ ասեմ ձեզ, եթե մենք 90%-ից պակաս սեփական եկամուտը հավաքագրենք, ուրեմն մեզ սուբվենցիոն ծրագիր չեն տա։ Սա մեր ջանքերի, մեր ամբողջ աշխատակազմի աշխատանք ավել հասցրուցինք։ Ես դժվար եմ պայմաններում։ Առանց սուբվենցիայի փողի։ Այնինքն ուզեմ շեշտեմ, առանց սուբսիդիայի փողի մենք որը սուբսիդիայի փողը քիչ տվեցին։ Եթե սուբսիդիարը փողը դեկտեմբերին 100%-ով հաստատ կատարենք, որ խոհարարցին սուբսիդիա ստանալուց հետո 10 միլիոն մուտք է եղել մեր համայն։ Բրավո եւ բրավո ես պետք է ասել Էդվարդին, Նախծխետյան Էդվարդին, որը այդ հարցում մեզ բավականին շատ որպես ավագանու անդամ օգնել է։ Եվ մենք աշխատակազմից Սեսիկ տվեք, գնիկ տվեք։ Շատ շնորհակալություն բոլորին։ Հաջորդ ծախսերը ես երկար չխոսենք, մենք ծախսերը ամենը կատարել ենք 73%-ով։ Մենք
27% տնտեսում ենք ունեցել, որի համար էլ մենք մեր վարչական ղեկավարներին բոլորին խրախուսել ենք, ինչպես նաև մեր աշխատակազմը։ Բացի այդ, պետք է տնտեսումը լիներ, որպեսզի այս տարվա սուբվենցիոն ծրագրերը կարողանանք իրականացնել։ Ֆոնդային բյուջեով գումարներ։ Հիմա ասելի ոչ մի տարի մենք այսքան գումար չենք ունեցել։ 202 միլիոն մենք այսօրվա ծրությամբ ֆոնդային բյուջե։ Մենք եկել ենք ամասյա համանք, ես եկել եմ, եթե մենք 10 միլիոն ֆոնդային բյուջեի գումար ենք ունեցել, համարել ենք շատ մեծ ներդրում, շատ մեծ աշխատանք, բայց այսօրվա դրությամբ մենք տնտեսումների եւ այլն հաշվին մեր կատարած աշխատանքի եւ ձեր բոլորի կատարած աշխատանքի համար 202 միլիոն ֆոնդային բյուջեի գումար ունենք, որը կապահովի մեզ 26 թվականին մեր սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերը ունենք, որ ընթացքում են, այդ ծրագրերը իրականացնելու համար։ Ես կուզեմ եք դինը մերում շեքեն տող ավագանում Բայց 200 միլիոն շատ քիչ է հարմար։ Ես ուրեմն 202 միլիոն ֆոնդային բյուջե ունենք սուբվենցիոն ծրագրերը 26 թվականի կատարելու համար։ Բայց մեզ պետք է համայնքի բյուջեից մեզ պետք է մոտ 400 միլիոն դրամ։ Բայց մենք խնդիր չունենք, հույս ունենք, որ այսինքն խնդիր չունենք, որ նույն աշխատանքի արդյունքով մենք համոզված ենք, որ մնացած 200 միլիոնը մենք կստեղծենք։ Դուք պետք է մեզ օգնեք, որ կարողանանք մեր գումարները հավաքել։ Բայց դուք իմացեք, որ 400 միլիոն համայնքի կողմից 26 թվականին ներդրում է կատարվում։ Մենակ համայնքի կողմից 400 միլիոն ներդրում է կատարվում։ Կառավարության կողմից էլ, եթե մենք հաշվենք սուբվենցիոն ծրագրերը, մոտավորապես մեր ամբողջ բանը 700 միլիոն է, չէ՞։ 700 միլիոնի փաստորեն ամասյա համայնքում կորցրել, չհաշված նաև բանը, ջիազետի 30 միլիոն։ Չհաշված շատ բան, 30 միլիոն մենակ էտաժերում գործ ունի։ Չէ, գումար։ Հայաստանի ցանցի կապված խնդիրները լուծվել են։ Հայաստանի ցանցի հետ կապված խնդիրները լուծված են, արդեն հնարավորություն ունեն անելու, ուղղակի կապված է եղանակի հետ։ Ջուր է, հիմի մենք բերենք նասոսները միացնենք, հանկարծ մի տեղ սխալերնի կամ բան, այդ խնդիր կառաջանա։ Մինչև այս բանը չլուծվի, ուրեմն խնդիր չկա, մենակ մնացել է եռապատը միացնելը, նասոսներն է բերել։ Գումարը թողել ենք այդ շինարարին, նոր պետական տնտեսների դեպքում ինքը այդ վերացնի նոր իր վերջնական գումարը փոխանցվի։ Եվ մեկ է, այս էլ աուդիտի վերջնական եզրակացությունը աուդիտներ մեր կատարողականն է ուսումնասիրել է և դրական եզրակացություն է տվել։ Ճիշտ է, ուրիշ հարց։ Պետք է ավարը մեր ֆինանսական բարձանքել իր աշտարակալը։ Եվ հաջորդ ավագան լիստը, Հաջորդ ավագան լիստը Սորոսկանս էր։ 26-ին։ Ավելի 5-ը Զադիվն է։ Զադիվից հետո է։ Ես լիստը նոր, ես ժողովուրդ ջան, այս լիստը, ծոր ասած, հերթական լիստը, պետաբանել է